Աստծո օգնությունը, դուք եկեղեցու հետևորդ եք, ձեզ պիտի բացատրել Աստծո օգնությունը ինչ է նշանակում։ Ես կարծում եմ, եթե դուք եկեղեցու հետևորդ եք, այդ հարցը պիտի չտաք։ Խնդրեմ այլ հարցեր։ Բոլոր հետևորդները կարող Ես կարծում եմ հավատացյալ մարդու համար Աստծո օգնություն բառերը շատ հասկանալի են։ Եթե դուք ձեզ չեք համարում հետևորդ, խնդրեմ իհարկե կան մարդիկ, ովքեր հետևորդ չեն, այդ դեպքում գուցե բացատրության կարիք կա։ Խնդրեմ Բայց նաև շատերը ասում են, որ եկեղեցի իշխանություն այս լարված հարաբերությունները քաղաքացիական պատերազմի վտանգ կարող են իր մեջ պարունակել, որովհետև ըստ էության հավատացյալներին կոչ է անում գնալ եւ ներողություն հարության որոշակի ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ այդ թվում հետևեք մամուլին Ես կարծում եմ, ովքեր որ նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում, ես սոցիոլոգ եմ եւ դա նաեւ իմ մասնագիտությունն է եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը անցնելով ամենատարբեր փորձություններին ունի բավարար խելք եւ իմաստություն տարբեր մարտահրավերներից եւ դժվարություններից դուրս գալու եւ նման թերահավատություն եւ անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ։ Սա ասում եմ նաեւ մասնագիտորեն։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կաթողիկոսը զավակ ունի, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կաթողիկոսը զավակ ունի եւ եթե հերկի ինքը կապացուցի թիմակիցների հետ, որ լսեք կասեմ, ապացույցներ հետաքրքրվել եք ինչ։ Ասենք օրինակ ձեր տված հարցին դուք ինչ պատասխան եք ակնկալում։ Դե հիմա դուք պատասխանեք ձեր հարցին, ասենք։ Դա ինչ հարց է, որ դուք ինձ տալիս եք։ Խնդրեմ այլ հարց։ Տիկին նախարար, Այսինքն Նիկոլ Փաշինյանի գրառումները ձեր մոտ ծիծաղ առաջացրեցին, որտեղ մենք մեջբերում արեցինք։ Ինչ ապացույց կներեք էլի դուք ձեր հարցը լսում եք։ Ասում ենք, որ ասում է ես ապացույցներ կներկայացնեմ։ Լրագրություն սովորել։ Հաստատ ոչ ձեր մոտ։ Իմ մոտ չէի կարող, ես լրագրության ֆակուլտետում չեմ դասավանդել, խնդրեմ։ տիկին նախարար